Շիրակի մարզիկ Տուֆակերտ ու Արևոտ քաղաք։ Դու քո տաղանդավոր վարպետների ու քարագործների շնորհիվ շենացրել ես ոչ միայն Արթիկը, այլ նաև մեր ամբողջ երկիրը։ Արթիկցին միշտ աչքի է ընկել պինդ, քարից հաց քամող տեսակով, հայրենասեր ոգով եւ անկոտրում կամքով։ Ողջույն, հպարտ ու աշխատասեր Արթիկ։ Ուժեղ Հայաստան դաշինքը այսօր այստեղ է, ձեզ հետ միասին կիսելու այն ուղին, որով վերականգնելու ենք մեր երկրի արժանապատվությունն ու ապահովելու ենք յուրաքանչյուր համայնքի և յուրաքանչյուր ընտանիքի բարօրությունը, փոփոխությունը հիրավի արդեն կայացել է, սիրելի արտիկցիներ, և այն շուտով ձեր վստահության և ձեր քվեի միջոցով մտնելու է իր օրինական ուժի մեջ, իսկ փոփոխությունը մեզ բերելու է ինչ? Ուժեղ Հայաստան։ Ինչ է բերելու մեզ փոփոխությունը? Ուժեղ Հայաստան, իսկ որն է փոփոխության համարը? Համար 3։ Շնորհակալ ենք այս ջերմ ընդունելության համար։ Մեր հանդիպման առաջին ելույթի համար ամբիոնի մոտ ենք հրավիրում, հայրենիքի հզորացման գործին նվիրված մեր գաղափարների հաստատական պաշտպան, ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Մհեր Տոնոյանին։ Ողջույն ձեզ, մեր Արտիկի խոշորացված համայնքի բարի, աշխատասեր և ուժեղ բնակիչներ, ինչպես նաև հարգելի հյուրեր, երեկը լոկ թիվ չէ, այն հույսի, հավատի, սիրո խորհրդանիշն է և պատահական չէ, որ հենց երեկն է մեզ բաժին ընկել, ապագայում նույնպես փոփոխությունների խորհրդանիշ է լինելու երեկը, ուզում եմ ձեզ ներկայացնել Հայաստան դաշինքի ծրագրում ընդգրկված կետերից մեկը, այն է գործնականում անվճար և որակյալ կրթական համակարգ ունենալը, առանց որակյալ և անվճար կրթության հնարավոր չէ ունենալ ուժեղ Հայաստան։ Սամվել Կարապետյանի փորձառու և հմուտ առաջնորդությամբ ստեղծվեն նոր աշխատատեղեր, որն էլ իր հերթին հնարավորություն կտա արտագնա աշխատանքի մեկնող մեր բազում հայրենակիցների աշխատելու և արարելու իրենց հայրենիքում, իրենց հողի վրա, այսինքն խոպան չեն կերտա, մնանք գնում մեր հողի վրա, մեր Արտիկում, մեր Արտիկի խոշորացված համայնքում, մենք մեր տունը ստեղ պիտի սարքենք։ Հարգելի հայրենակիցներ, բոլորիս խնդրում և հորդորում եմ կատարել մեր սահմանադրական պարտքը 2026 թվականի հուլիսի 7-ին գնանք ընտրատարածքային տեղամասեր և ձեր քվեն տալ 3-րդ համարին ուժեղ Հայաստան ունենալու երաշխիքով։ Կեցե հայ զինվորը, կեցե հայ ժողովուրդը և կեցե ուժեղ Հայաստանը։ Շնորհակալություն, մեր արտիկցիներ ջան։ Սիրելի արտիկցիներ, ձեր այս ոգեղեն բազմամարդ հավաքը մեզ հավատ ու հույս է ներշնչում, վստահություն է ներշնչում, առ մեր հաղթանակը,
որի շնորհիվ ունենալու ենք ուժեղ Հայաստան, ունենալու ենք փոփոխություն, ունենալու ենք բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանք։ Իսկ փոփոխության համարն է համար 3, համար 3, համար 3։ Խոսքը փոխանցում ենք հանրային հստակ դիրքորոշում ունեցող մեր թիմի սկզբունքային, անկեղծ ու մարտական գործընկերոջը։ Հարթակ ենք հրավիրում ուժեղ Հայաստան դաշինքի անդամ Ռուբեն Մխիթարյանին։ Մի ադմ միտքս եմ, տեստիմ պտի որ ընձի հիշեք, հիշեք չէ որ արտիկ ընձի համար հոգի հարազատ վայր է եղե։ Այո։ Սիրելի արտիկցիներս ջան, իմ շիրակ աշխարհի, անկոտրում, ուժեղ ու լավ մարդիկ։ Այս ընթացքում կապը քանի օր անձամբ իմ օրինակով կսեմ։ Մեր արտիկի ժողովրդի հետ շահացել էր, ամենայն անկեղծությամբ կսեմ ժողովուրդ ջան, յուրահատուկ տեսակեք դուք բոլորդ, առանց որևէ բացառության։ Ժողովուրդ, Շիրակի մարզը պաշտոնական տվյալներով 42% աղքատություն ունենք։ Այսինքն այստեղ կանգնածներից յուրաքանչյուր, եթե ոչ երկուսը, առնվազն երրորդը հաշվարկով աղքատ է կամ ծայրահեղ աղքատ։ Ես, որպես մարզի տղա, ձեզանից մեկը շատ լավ գիտեմ Արտիկի, Մարալիկի, մարզի, քաղաքի, մնացած սաղ գյուղերի խնդիրները։ Բայց ես նաև մի բան գիտեմ, որ այս մեր, իմ, ձեր բոլորի խնդիրները առանց ուժեղ Հայաստանի, առանց Սամվել Կարապետյանի հնարավոր չի անի լուծել։ Դրա համար, մի ադմ տականալու համար, փոփոխության համար, համար 3, փոփոխության համար 3, փոփոխության համար իմ խնդրանքս, որպես մարզի տղա, հաղթանակը հավատացած եղեք, անկասելի է։ Բայց պետք չէ թուլանալ։ Մենք բոլորս սկսած ընձից վերջացած ամենավերջի մարտով մենք բոլորս պարտավոր ենք եշտալ ընդրատեղամաս։ Ժողովուրդ, ինքն իրան հեշտան չի անի։ Մենք պետք է տանք տեղամաս։ Մենք պետք է ենենք մեր կարևորագույն որոշումը, որովհետև ինչքան էլ հավատանք, չհավատանք, մեզի թվա թե կինոյի ժանրից է, մենք ունենք մեր տարբերակը։ Այդ կետնի վրա իրականությունն է։ Մենք պարտավոր ենք էստալ վերցնել երրորդ համարի քվեաթերթիկը, որովհետև այլ տարբերակ չունենք։ Այս մեր հայ ազգի հայ մնալու պայքարն է։ Մեզի ընդամենը մնացել է մեկ քանի օր։ Կամ գնում ենք վերջնական կործանման, կամ մնում ենք հայ, մնում ու ապրում ենք Հայաստանում ու ապրելու ենք մենք վստահ եմ ուժեղ Հայաստանում։ Շնորհակալություն։ Մեկ քանի օր առաջ Շիրակի մարզ էին եկել։ Եվ վստահ եմ դուք իրականում բոլորդ սաղ նկատել եք, որ ուժեղ Հայաստանի խոսույթը ամբողջ քարոզարշավի ընթացքը վերաբերել է մեր ծրագրերին։ Մենք հետ չենք նայել, մենք աճուծախ չենք նայել, մենք բոլորով մենակ առաջ կեստանք։ Բայց իրանց խոսույթը ինչ որ կվերաբերել Շիրակի մարզին, Գյումրի քաղաքին, վստահ եմ բոլորդ է տեսել եք, իրականություն չէ։ Մենք չունենք վերջին տարիներին Արտիկում կառուցված գործարան։ Մենք իրականում գետնի վրա չունենք լավ ապրող մարդ, դե իրանցից բացի իհարկե։ Ինչ պետք է անենք մենք։ Մեր լավ ապրելու համար ու պլյուս մեր հայ մնալու համար մենք պետք է ստանք ընտրատեղամաս ժողովուրդ։ Մեր բարեկամներին պետք է խնդրենք, որ յուրաքանչյուր քվեն կարևոր է։ Սամվել Կարապետյանը իր ընտանիքը
իսկ թիմը ատորի, պաշտոնի, ինչ-որ նմանատիպ բաների հավատացած է, կդուր խնդիրը չունի։ Կարող ես իմ սածս նախադասությունը մի քանի անգամ էլի լսել եք, բայց մեզի այս ստուգելն ու փորձելը շատ պարզ է։ Բացենք Google, գրեք Սամվել Կարապետյան վերջին 30 տարիները, ամբողջ պատմությունը կա։ Այսինքն այդ մարդուն չհավատալ, այդ մարդու տեսլականին չհավատալ, այդ մարդու տված խոստումներին չհավատալ, այդ աբսուրդի ժանից է։ Այսօր առաջ պետք է տանք ձեր ցավը տանին։ Կեցե իմ ուժեղ արտիկս, կեցե Շիրակ աշխարհը ու կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Եվ իհարկե փոփոխության համար Շնորհակալ եմ եւ իհարկե կեցե այն Հայաստանը, որ վաղն է գալու, կեցե ուժեղ Հայաստանը, ուժեղ, ավելի բարձր, ուժեղ, այո, եւ մեր այսօրվա քաղաքական հավաքի առանցքային ուղերձը հնչեցնելու, մեր ծրագրային դրույթներն ու առաջիկա վճռական գայլերը ձեզ ներկայացնելու համար ամբիոնի մոտ ենք հրավիրում, ուժեղ Հայաստան դաշինքի խորհրդի անդամ, սկզբունքային, նպատակասլաց ու պատասխանատու, նոր սերնդի վճռական ներկայացուցիչ, պայքարի, գաղափարի եւ ուժեղ Հայաստանի կողմնակից, ով ոչ միայն խոսքով, այլ հաստատակամ քայլելով մեզ տանում է դեպի ուժեղ Հայաստան։ Դիմավորեք Դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան։ Արտիկցիներ ջան, ողջունում եմ ձեզ։ Արագածի ստորոտին թիկնած։ Հայաստանին Երևանի շինարարության համար աշխատած տասնամյակներով, Երևանը կառուցած, մասնակցած։ Այս քաղաքը այսօր ապրում է իր ոչ լավագույն ժամանակները։ Այս համայնքը ապրում է իր ոչ լավագույն ժամանակները։ Համայնքը ու մարզը, ինչպես մեր Ռուբենը ասեց, Հայաստանի ամենաաղքատ մարզն է, ժողովուրդ։ Ամենաաղքատ մարզը։ 8 տարի առաջ ու հիմա աղքատությունը 2%-ից ավել էլ չի իջել։ 42% մարդկանց քյասիպության մեջ է։ Քաղաքներում չկան աշխատատեղեր, մենակ պետական աշխատանքներն են։ Չի ստեղծվել որևէ բան, որ մարդկանց լավ կյանքի հույս կտա։ 8 տարվա ընթացքում պետությունը վերցրել է $7 միլիարդ պարկ։ Եթե դրա 1%-ը ճիշտ ծախսվեր այստեղ, վստահ եղեք, ոչ մեկ խոպան գնալու կարիք չեր ունենա։ Բայց բոլոր գյուղերը արտիկի ապրում են խոպանով, ժողովուրդ։ Ինչն է լուծումը։ Լուծումը երկրի մոտեցման փոփոխությունն է։ Այս ձևով հարկ հավաքեն, բյուջեն ասֆալտ անեն, գնան տուն։ Երկիր չենք կառուցի։ 8 տարի կանցնի, բոլորս մի քիչ ավելի տարիքով կլինենք։ Ու կտեսնենք, որ կորցրել ենք եւս 8 տարի, արել ենք մի փոքր ասֆալտ, բայց երիտասարդների կյանքում որևէ դրական փոփոխություն չի եղել։ Աշխատատեղ չի եղել, մարդիկ մեկնել են կամ Երևան, կամ խոպան են գնացել ընտանիքներով։ Հեն էլ են դեպքում, եթե անգամ այդ խոպան գնացած երկրի հետ հարաբերությունն է վատանում, անգամ խոպանի վերջի հույսը, Հայաստանի պետությունը, ժողովրդին չկարողանալով այստեղ գործով ապահովել, հիմա նոր խնդիր է ստեղծում, մարդիկ որ դուրսն էլ գործ անեն։ Գիտենք, որ երկրները սահմանափակում են մտցնում, դաշնությունը սահմանափակում է մտցնում հայերի համար ընդեղ գնալու։ Անգամ նրանց հետ է հարաբերությունը փչացրել։ Մենք պետքա փոխենք մոդելը, գործարաններ, շինանյութի համար, Հայաստանի մի անգամ ասել եմ, մի անգամ էլ եմ ասում, շինանյութի համար, Երևանին մատակարարելու համար, ամբողջ Հայաստանի։ Այս քաղաքը իդեալական քաղաք է։ Իր բոլոր հանքային պաշարներով, հանքերով, ժողովրդով,
տարբեր արտադրություններ, մասնագիտացված է ուղղությամբ, որ ժողովուրդը մնան համայնքում։ Այս նույնը, եթե չի արվում, մենք նույն տաշտակի առաջ ենք։ Էսի պետք է արվեր 10 տարի առաջ, պետք է արվեր 5 տարի առաջ, պետք է արվեր 2 տարի առաջ, չի արվել։ Եթե չի արվում, էլի 5 տարի հետո էլ ենք այս նույն բանը խոսալու, բայց ավելի քիչ բնակչությամբ, ավելի քյասի համայնքներով։ Հիմա ի՞նչն է մեր առաջարկը։ Այն մարդը, ով գիտի ամենաշատ աշխատատեղ ստեղծելը, լավ աշխատանքով ապահովելը, լինի Հայաստանում դրա պատասխանատուն, հաց տուխը հացը տխի, որպիսի գործազուրկ մարդ մեր հայրենիքում չլինի։ Երկրորդ բանը կարևոր։ Ինչու է պետք աշխատանքով ապահովել մեր ժողովրդին, որ չգնան, որ բնակչությունը չիջնի, դպրոցները չփակվեն։ Իսկ ինչու է դա պետք մեզ բոլորիս ամեն օր, որովհետև հարևան երկիրը, տեսնելով մեր երկրի թուլությունը, չհավատալով իր բախտին, հարևան երկրի ղեկավարը, ամեն իր ցանկությունը տեսնելով, որ ի կատար է հացվել, Ադրբեջանի ղեկավարը նոր ցանկություն ունի։ Հայաստան տեղափոխել իր ժողովրդին, արդեն 10 միլիոն դարձած ադրբեջանցիներից իրենց ասելով իբր 300,000 մարդ աստեղ ապրել։ Ոչ մեկն չեն ապրել, ստեղ քիչ բնակչություն են իրանք ունեցել, այս ժամանակավոր են եկել։ Տենց պետք է ասենք։ Էդ է ձևը։ Ինչպես են հայերը հիմա ապրում Սումգայիթում։ Ոչ մի ձև չկա այս Սումգայիթում։ Կիրովաբադում, որի անունը Գանձակեր, չկա։ Բաքվում, չկա։ Հայաստանում իրանք չի պետք է ապրեն։ 3 ամիս առաջ ելել հայտարարումը ասում է պետք է վերադառնանք ավտոմեքենաներով։ Ադրբեջանի իշխանությունը դրա պատասխանատվությունը պետք է կրի։ Գիտնականները պետք է պատմություն գրեն իրենց համար։ Մեր ազգային ժողովի նախագահ դուրս է գալիս, պարզ նայելով հեռուստացույցի կամերային նայելով ասում է մենք պետք է հարմարվենք իրար հետ ապրելուց։ Այդ Սումգայիթում հայերը կարողացան իրանց հետ ապրել։ Կիրովաբադում կարողացան ապրել։ Բախի պետք է մեր երկրում ապրեն։ Խի իրանց մոտ չեն ապրել, ստե պետք է էլի ապրեն։ Մեր փոքր մնացած հայրենիքում։ Մի հատ լուծում կա, ժողովուրդ։ Այդ լուծումն ենք մենք առաջարկում, այդ լուծումն ենք քարոզանում Հայաստանով մեկ։ Պետք է ընդունվի օրենք, Հակա Սաֆարովյան օրենք։ Օրենքի անունը Հակա Սաֆարովյան։ Ասում են Եվրոպա կերսան, Եվրոպայի կենտրոնում, մի հատ հայ սպայի, նատոյի զորքերի կողքը, մի հատ ադրբեջանցուց չեն կայացել պաշտպանեն, մեզ թե ոնց են պաշտպանելու, ժողովուրդ, ոնց են ապահովելու հայրի անվտանգությունը ադրբեջանցիների հետ, Ալեն Սիմոնյանը ասում է պետք է առևտուր անենք իրար հետ, պետք է իրանք կարան դաժե տուն ունենան, 3 օր առաջ Փաշինյանը ելել ասում է իրանք տուրիստ են գալու ստեղ։ Ես տենց տուրիստ չտեսա, ադրբեջանցին գա տուրիստ արդիկում, ինչ տուրիստ ադրբեջանցի։ Իրանք ուզում են ուղղակի կլանեն վերջի հայկական հողերը։ Ու դա Հակա Սաֆարովյան օրենքով արգելելու են։ Ոչ տուն կարան առնեն ստեղ։ Ոչ հող են կարենալու առնեն ստեղ։ Ոչ նվեր են կարենալու ստանան ստեղ։ Ոչ էլ 10 օրից ավել հայկական հողի վրա իրանք պետք է մնան։ Երկու բանի մասին խոսեցի։ Մեկը իրանց չգալու մասին։ Ադրբեջանցիների չգալու։ Ու Հակա Սաֆարովյան օրենքը դրա օրինակն է։ Մեկը մերոնց չգնալու մասին։ Որ պետք է գործի տեղ, գործարան։ Առանց գործարան 1000 խանութ ստեշարենք, ժողովուրդ։ Խանութը լուծում չի, դու աշխարհին պետք է ծախելու բան ունենաս։ Մեր երկիրը արդյունաբերականանալու է։ Մեր պոլիտեխնիկ համալսարանը ամենամեծ համալսարանն է լինելու։ Բոլորը սովորելու են երիտասարդները ընդ դառնան ինժեներներ, գան համայնքները կառուցեն, գործարանները լինեն, ամբողջ աշխարհին վաճառելու բան ունենան։
Սիրելի արտիքցիներ, մի բան էլ ասեմ։ Ձեր են հարևանները, բարեկամները, որ հմեկին դեռ հավատում են։ Մի հատ օրինակ իրանց բերեք։ Ասեք ժողովուրդ, եթե ուզում ես տեսնես մարդը ինչպես է լինելու, նայեք իր անցած ճանապարհը։ Թող մի հոգի գտնին, որ Կարապետյանին ասեն, որ իր անցած ճանապարհի մեջ մի հարամ բան արել է։ Իսկ Փաշինյանի անցած 8 տարվա մեջ տեսել եք ինչ էր եղել։ Ամեն օր մի հարամ բան արվում է։ Սիրելի արտիքցիներ, պետք է աշխատենք բոլորս իրար հետ, որպեսզի ունենանք ուժեղ երկիր, որպեսզի արտիքը վերածվի արտադրական շինանյութերի արտադրական քաղաքի, վերականգնի իր երբեմնի ակտիվությունը քաղաքը, որպեսզի օտարերկրյա տարերը չգան մեր հայրենիք։ Այս գեղեցիկ ապագայի համար մենք պետք է 7 օր մնացել, 7-8 օր։ Պետք է պայքարենք, հարևանների հետ խոսանք, ասենք ժողովուրդ հմեկին դավերա մի արեք, փողը տալիս է ԿՊ-ն իրան, կառավարությունն է փողը տալի։ Բա ով տալիս է նրա մասին է մի բան կխոսան, լավ բան կխոսան։ Ուրիշ տեղերից ինտերնետով նայեք ճշմարտությունը, տեսեք ինչ է կատարվում Հայաստանում, ինչքան մարդու են նեղության մեջ գցում, ինչքան մարդու են ապօրինի տանում դատում։ Հային դատում են, թուրքը հայ սպանող ման է գալի աշխարհով մեկ։ Հային անկապ բանի համար տանեն դատեն, նենց տանջեն, որ սաղ ընտանիքը ծերանա։ Թուրքին ասում են մենք պետք է անցնենք, խաղաղության ենք գնում։ Կամերայով դնում են, հայերին սպանությունները նկարում են, ասում ենք պետք է անցնենք էդի։ Թուլությունը էս է, վախենում ես, ուղղակի չես կարող ձեն անես, կրվել ես մի անգամ, չես կարող ձեն անես, դրա համար անուն ես դնում դրան, իբր են որ տղան մի բանից վախենում է, ասում ուղղակի այդտեղով չեմ ուզում գնամ, մի բակից վախենում է, այդտեղ ինչ-որ մի հատ ուժեղ տղա կա, ասում ես ուրիշ տեղով եմ սիրում գնալ, նույնը ինքն է անում, աչքը վախեցած է, պետք է ուժեղ, քաջ եւ դժվարություն են գնացող առաջնորդ ունենանք։ Շնորհակալ եմ բոլորիցս։ Մի հատ նկարվենք իրար հետ եթե դեռ։ Շնորհակալ եմ բոլորիցս։ Դեպի ուժեղ Հայաստան։ Շնորհակալ ենք պարոն Կարապետյան, ոգևորիչ եւ ճշմարտացի խոսքի համար։ Սիրելի արտիքցիներ, ձեր ոգևորությունը, միասնականությունը եւ հավատն ու վստահությունը արմես մեր ընդհանուր հաղթանակի ամենամեծ երաշխիքն է։ Մեր հավաքը այսքանով ավարտվում է, բայց մենք բոլորս միասին, միասնության, ուժի եւ անկոտրում կամքի քայլեր ենք ունենալու Արտիքի փողոցներով, միասին փոփոխություն ենք բերելու, կառուցելու ենք ուժեղ Հայաստան եւ փոփոխության համարն է, համար, երեք, սիրում ենք բոլորիդ եւ շնորհակալ ենք։